Եվ խոսած տիրոջ մեծ պատքի մասին, որ ինք այո արժանապատվի, որ հիշել է մեզ ոչինչներից, որովհետև մենք եթե ուշադրություն դարձնենք, մենք հիմա գիտենք դիվիզիոն այնքան ազարելացել, որ մենք գիտենք այս ամբողջ դեզերտի մեջ երկրագունդը փոշու հատիկի պես է։ Մեր երկրագունդը ուր մնաց մարդիկ, մենք ու զարմանալի է, որ Աստված մեզ նման ու տենց այդ փոշու մեջ մենք չգիտեմ ինչ ենք, որ երկրագունդը փոշու հատիկ է, բայց մենք մեր բնությամբ հակառակ լինելով Աստծուն, ինչպես եղբայրները խոսացին, բայց Աստծո ողորմությունը հասավ մեզ։ Եվ մեր գնաց եղբայրը որ խոսած, ամենք գնահատում ենք դա։ Այդ սերը մենք կարողանում ենք գնահատենք մեր ապրածի մեջ, թե չէ։ Բարը տեսեք մենք իշտան ոչինչ ենք։ Ու Աստված ինչ մեծ գործ կատարեց մեր կյանքի մեջ, ամբողջ դեզերտի մեջ, այդ փոշու մեջ մեզ հիշեց։ Ողորմություն անելու համար, փրկելու համար, որ մենք չկորսվենք հանկարծ։ Եվ մեր Իսրայել եղբայրն խոսած նրա մասին, որ այո, մենք պետք է զգուշ լինենք մեր բոլոր քայլերի մեջ։ Եվ Պողոս առաքյալի մեջ բերումն արեց, որ ուրախանում էր առաքյալը, որ տեսնում էր եկեղեցին ճշմարտության մեջ քայլելիս եւ դրանով ուրախանում էր։ Եվ խոսած, որ Աստված գործ է անում մարդկանց միջոցով, դնում է մարգարեներ, առաքյալներ եւ մնացած պարգևները տալիս է, ինչի համար եկեղեցու հոգեվոր շինության համար։ Եվ նաեւ խոսած ներման մասին, եւ մենք եթե ուշադրություն դարձնենք ամեն օր երևի մի քանի անգամ հայրերը երբ որ ասում են, դրա մեջ էլ կա չէ ներման մասին, ասում են եւ մեր պարտքերը ինչպես մենք հետո մենք մեր պարտականներին հիմա էսի մեր ընտրությունն է։ Մենք ամեն օր դավանում ենք Տիրոջը, որ ների մեզ ինչպես մենք ուրեմն պարտավոր ենք։ Էսի չնայած հոգեվոր վիճակ է, էսի արհեստական վիճակ չի, որ մարդը պետք է շինի իր կյանքի մեջ։ Ինչպես եղբայրը խոսած, որ էսի կարա մարդը կեղծավորություն անի, այդպես մարդու մոտ ստացվում է մարդը կեղծավորություն անի, նենգի իր ներսը։ Ինք իր մեջ սպանի իր եղբորը, բայց կեղծավորությունով ասի եղբայր ջան սիրում։ Էսի հոգեվոր վիճակ է։ Եվ Աստված իր հոգու միջոցով տանում է մեզ այս կյանքին, որ մեր ներսը պատրաստի ճշմարիտ աստվածպաշտության։ Ինչպես Քրիստոս ասեց, ժամանակը եկել է, որ անոր պաշտոնները ոնց հոգիով, որը պետք է պաշտեն հոգիով եւ ճշմարտությունով, քանզի Աստված այսպիսի պաշտոններ ա ուզում իրան։ Սիրում այսպիսի պաշտոններ։ Այո, Աստծո սերը մեծ է ժողովուրդ։ Աստծո սերը այնքան մեծ է, որ եղբայրները կարդացին դեռ մեր եղավոր եւ անհաշտ եղած ժամանակին իր որդուն ուղարկեց որպես զոհ մեզ համար, որքան ավելի ինչեր պիտի անի, երբ որ մենք հաշտված լինենք անոր հետ։ Բայց եթե մենք հաշտված ենք անոր հետ, պետք է նաեւ մեր մեջ կգերեվա։ Եթե մեր ներսը ուղիղ է, ասում են որ Աստծո սիրում է, նրանից ծնվածին է սիրում։ Մենք հավատում ենք, չէ՞ որ Աստծո ժողովուրդը եւ մենակ մեզանով պետք է չսահմանափակվի այդ ներումները, սիրելը, նաեւ աշխարհի ժողովուրդին, չէ՞, նաեւ ասում ազգությունությամբ նաեւ վարվել դրսինների հետ։ Առաքյալ ասում է չէ դրա մասին։ Այսինքն մենք այնց սահման չունենք դրա մեջ։ Էսի սահման չունի սերը Աստծո եւ ներումը Աստծո, որի մասին եղբայրերը խոսացին։ Բայց մենք մեր կյանքում, ինչպես Անիկա մեզի սիրեց, ինչպես եղբայրն ասեց, այդ գնահատականը մենք պետք է ցույց տանք մեր կյանքի մեջ, թե չէ։ Սա գնահատում ենք մենք, այո Աստված իր գործն անում է։ Աստված երբեք իսատ չի թողում իր գործը մեր կյանքի մեջ։ Բայց մենք մեր ապրածով պետք է ցույց տանք, ինչպես եղբայրները խոսացին դրա մասին, մենք գնահատում ենք նրա արածը մեր կյանքում, թե չէ։ Դա երևում է մեր իրար հանդեպ ունեցածի ժամանակ։ Դրա համար պետք է շրջվենք, այո, Աստծո սերը մեծ է, բայց ոչ թե մեղքի ծածկույթ։
Աստծո շնորհքը ժողովուրդ ջան, տանում է մեզ սրբության, Աստծո սերը մեզ տանում է կատարյալ լինելու, եղբայրները խոսացին դրա մասին։ Դե որ Աստված ողորմությունը արել իր եկեղեցուն եղբայրներ դնելով, որպեսզի եղբայրները մեզ հորդորեն, որպեսզի իր հոգու միջոցով մարդիկ կարողանան խոսեն, էսի արել է իր սիրո միջոցով, որպեսզի իր խոսքը հասցնի։ Մենք գիտենք, չէ, երբ որ Հիսուսի մասին խոսում, ասում բան Աստծո մոտ էր, բանն Աստված էր, եւ որտեղ ուղարկեց Աստված իր խոսքը խավարի մեջ։ Խավարի մեջ։ Հիմի այդ խավարը ընդունի թե չի ընդունի, այդ ընտրությունը իրանն է, ընդ գրված ասում է խավարը չընդունեց, չէ, շատերը չընդունեցին նրան, բայց ովքեր որ ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, պատկերացնում եք, ինչ թանկ բան է Աստված կոչում է տվել մեզ, մենք այս կոչումը կարողանում ենք բարձր պահենք, ինչպես եղբայրն ասեց, կարողանում ենք այս կոչումը բարձր պահենք մարդկանց մեջ, թե մեր պատճառով Պողոս առաքյալն ասում է, չէ, զգույշ եղեք ձեր պատճառով Աստծո անունը չհայհոյվի, այն էլ հեթանոսների մեջ, հեթանոսները ովքեր են, աշխարհի մարդիկ, զգույշ եղեք, հանկարծ Աստծո անունը չհայհոյվի, ձեր պատճառով հեթանոսների մեջ, Էսի շատ կարևոր բան է, ժողովուրդ ջան, դրա համար է Սուրբ Հոգին, Աստված գործ անում մեր մեջ, որպեսզի մենք կարողանանք այս կոչումը պատվով պահենք այս ունայն եւ խավար աշխարհի մեջ։ Ես մի տեղից եմ ուզում կարդամ, քանի որ եղբայրները խոսացին սիրո մասին, այո, Աստծո սերը մեծ գործ անում մեր կյանքի մեջ։ Եվ այն հավատքը, որ Աստված իր խոսքի միջոցով տվել է մեզ, այդ հավատքը տանում է մեզ, որպեսզի մենք հաղորդ լինենք Սուրբ Հոգի միջոցով այս սիրուն։ Եվ այս սերը մեզ տանում է, որպեսզի մենք ճանաչենք նրան։ Այն մարդը, որ ճանաչում է Հիսուսին, Հիսուսն ինչ ասեց, ասեց նրանք են ինձ սիրողները կամ ճանաչողները, ովքեր ինչ են անում, իմ խոսքը պահում են, իմ խոսքը պահում են։ Համ ես ոնց կարամ ասեմ, Տեր ջան, սիրում եմ քեզ, բայց սա որը անարգեմ իր անուն իմ ապրածով։ Իմ ապրածով, իմ պահվածքով անարգեմ նրան, բայց սա որը կանչեմ Տերս, Տեր ջան, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ։ Ո՞մ եմ խափում։ Ինչ է ասում։ Չէ՞ որ մենք լավ գիտենք, մեր ներսը բնակած է իր սերը թե չէ։ Ես մի տեղից եմ ուզում կարդամ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 14-15 խոսքերը։ Վասնզի Քրիստոսի սերը մեզ կստիպե եւ մեր համոզումն է, այսինքն ում որ հաստում է Քրիստոսի սերը, նա այս համոզմունքը ունի։ Ով որ խոսում է Քրիստոսի սիրուց, ում որ հաստում է Քրիստոսի սերը, էսի պետք է սրանում ինքը համոզված լինի։ Սրա իր ներսում պետք է ապացուցված լինի, պետք է համոզված լինի այդ մարդը իրանում։ Ինչու՞ն է խոսքը։ Մեր համոզումն է, թե եթե մեկը ամենու համար մեռավ, ուրեմն ամենքն էլ մեռան։ Ինչի համար։ Ամենուն համար մեռավ, որպեսզի կենդանի եղողներն ալ միայն իրենց անձերի համար կենդանի չլինեն, հապա անոր, որ իրենց համար մեռավ եւ հարություն առավ։ Դե մեկ Քրիստոսի սերը ուր առավ մարդը։ Հիմա որ խոսում ենք Քրիստոսի սիրուց, մեր ներսում այս համոզումը ունենք թե չէ։ Համոզված ենք սրանում, մեր մեջ կա այս ապացույցը, այս համոզմունքը, որ մենք ապրում ենք, եթե նա մեռավ մեզ բոլորիս համար, ուրեմն ամենքս մեռած ենք, որտեղ այդ մահվան տեղը մենք պիտի մեռնեինք։ Սրանում մենք պետք է համոզված լինենք, եւ այս համոզումը պետք է ունենանք, որ մենք կենդանի ենք ոչ թե միայն մեզ համար, այլ անոր համար, որ մեր Տերը մեռավ մեզ տեղը եւ հարություն առավ։ Այդ Քրիստոսի սերը
սրանում է համոզում մարդում։ Բայց մենք ինչ ենք անում։ Շատ անգամ գոռում ենք սեր, այո, Աստծո սերը մեծ է, նորից եմ ասում։ Այս սրա մեջ վիճելու բան չկա, Աստծո սերը շատ մեծ է, որ ծածկում է շատ մեղքերի բազմություններ։ Բայց մենք, եղբայրները խոսացին դրա մասին, մենք գնահատում ենք դա մեր կյանքում, թե չէ։ Այս գնահատականը մեր կողմից, մեր ապրածից պետք է երևա։ Մենք գնահատում ենք նրա գործը, նրա սերը մեր կյանքում, թե չէ։ Սա երևում է, այս համոզումը մեր կյանքի մեջ մենք ունենք, թե չէ։ Սրանում մեզ համոզել է նրա սերը, որ մենք մեռած ենք առանց նրա, եւ եթե ապրում ենք, նրանով ենք ապրում, եթե նրանով ենք ապրում, ուրեմն պետք է ապրենք նրա համար, որ մեզ համար մեռավ եւ հարություն առավ։ Այս համոզումը պետք է ունենա Քրիստոսի սերն ընդունած մարդը։ Եվ այդ սերը, այո, շնորհ է տալիս մեզ գնալու ճշմարտության մեջ ապրել, ինչպես եղբայրները խոսացին։ Եվ առաքյալը ուրախանում է եկեղեցու սրանում, որ ասում է, որ ես լսում եմ, որ դուք ճշմարտության մեջ եք քայլում։ Ճշմարտության մեջ եք քայլում։ Սրանով է ուրախանում առաքյալը։ Բայց մենք շատ անգամ մարդիկ Աստծո այդպես գրված է։ Աստծո շնորհքը գրված է, Հուդան ասում, հիշեցի, Հուդա առաքյալն ասում է, ես ասում եմ նրանց մասին, ովքեր ներս ոսկեցին, նրանց, ովքեր Քրիստոսի շնորհքը անառակություն են դարձրել։ Պատկերացնում եք։ Քրիստոսի մարդիկ, որ շնորհքը վերցրած, Քրիստոսի սերը վերցրած, ասում եմ մեղքերի ծածկույթ են անում իրանց։ Այսինքն, ասում են Քրիստոսի շնորհ, բայց սրա տակ ամեն ինչ ասում է Աստված շնորհ քարել մեզի։ Էսի մեր գործերից կախված չի, այլ մեր արածները կապ չունեն սրա հետ, Աստծո շնորհքը մեզ առանց անել ողորմության, այո, Աստծո շնորհ քարել է մեզ ողորմություն, բայց մենք փոխադարձ ընդունել ենք այդ շնորհքը մեր մեջ, իրար ինքը շնորհ կարել է իր կողմից։ Մենք այդ շնորհքը ընդունել ենք, թե չէ։ Աստծո շնորհքը առած է մեր կյանքի մեջ, Աստծո շնորհքը ընդունած մարդիկ ապրում են նրա շնորհքով։ Մենք ընդունել ենք դա, թե չէ։ Մենք կարող է շատ խոսանք Աստծո շնորհքի մասին, բայց ընդունած չլինենք այդ շնորհքը մեր մեջ։ Մարդիկ կան, չէ՞, որ իրար հետ խոսում են, մեկի մասին ասում են, շնորհքով մարդ է, չէ՞։ Տենց կա, չէ՞, ինչի համար են ասում։ Տեսնում են, չէ՞, մարդու ապրածը, այդ մարդու ցույց տվածը, այդ մարդու վարմունքը, այդ մարդու պահվածքը։ Դրա համար ասում են, ես շնորհքով մարդ ես մարդ։ Շնորհքով խոսում են, ասում են մարդը, ես շնորհքով մարդ է, որովհետև ընդունած է շնորհքը, ընդունած, իր մեջ կա այդ շնորհքը։ Բայց մենք շատ անգամ կարող է խոսենք շնորհքի մասին, բայց այդ շնորհքը ընդունած չլինենք իր կյանքի մեջ։ Իսկ այս շնորհքը, երբ որ մարդը ընդունում է, տանում է մեզ կատարելու շնորհալի գործեր։ Ոչ թե շնորհքը ծածկույթ սարքենք մեր ապրածի համար։ Դրա համար տեսեք, հիշում եք, ես ժամանակի առումով չեմ ուզում եմ մնացների առակի մասին կատամ, հիշում եք, չէ՞։ Բանը մի հարուստ տանուտեր մարդ կար, որ կանչեց իր ծառաներին, չէ՞, ու նրանց մնացներ տվեց։ Եվ գնաց ասում ուրիշ երկիր, ընդդեղից վերադարձավ, իշխանություն ավելի մեծ առած, եւ հերթով կանչեց իր ծառաներին։ Հերթով կանչեց։ Ուշադրություն դարձրեց։ Տանտերը իր ունեցածից էր տվել իր ծառաներին, ծառաները չունեին։ Ծառաները չունեին էդի։ Տանտերը իր ունեցածից էր տվել։ Բարի եղիր, եթե վերցրել ես, օգտագործիր քեզ տրվածը։ Հասկանում եք, կամ մերժի։ Մենք շատ անգամ նրա տվածից խոսում ենք, բայց նրա տվածը չենք օգտագործում մեր կյանքի մեջ։ Ասում ենք դնենք միանի, մենք մեր ուզած ապրենք, ինքը կգա իր տվածը կտանք իրան, բա քո ապրածը որտեղ պետք է երևա։ Տանտերը իր ունեցածից տվեց, որ այդ ունեցածը դու կարողանաս օգտագործես ինչի համար, քո օգտի համար, որ դու դրանից օգուտ առնես։ Դրա համար տանտերը շնորհ արեց, իր ունեցածից տվեց,
մենք ես ու դու չունեինք դա մեր կյանքի մեջ։ Ես ու դու չենք ունեցել դա մեր կյանքի մեջ, Իրանից է դրվել, ինչպես գրված է, ամեն բարի տուրք և կատարյալ պարգև, որտեղից այժմ վերից երկնքի հունից։ Ամեն բարի տուրք և կատարյալ պարգև, մենք չունենք ոչ մի շնորհ, նրանից ենք առնում շնորհ, և այդ շնորհը գալիս է մեր մեջ, որպեսզի մեզի օգուտ տա մեր ապրած կյանքի մեջ։ Բայց հիշում եք այն վերջի ծառային, որ իր եկավ կանչեց, ասեցի Մարի, դու էլ հաշվի տուր, ծառա ջան, ես քեզի տվել եմ կարողություն, որ դու օգտվեիր քո ապրած կյանքի մեջ այդ իմ տվածից։ Հլարի դենամ ծառա ջան, ես օգուտ արել ես դրանից, թե չէ։ Հիշում եք, այդպես եկավ, բայց այս վերջի ծառան ինչ եկավ ասեց։ Հիշում եք, չէ, գիտեի Տեր, որ դու խիստ մարդ ես, ես վախեցա, տարա քո ունեցածը պահեցի, և հիմա առ քո ունեցածը քեզ։ Ասես չար ծառա։ Մի ուշադրություն դարձրեք, եթե ուշադիր կարդանք Աստծո տեսեք, Տերը ինչա ուզում ասի իր ծառային։ Չար ծառա ասեց։ Բավուր դու գիտեիր, որ ես այդ մարդն եմ։ Ես որ հնձում եմ ընդեղից, որտեղ չեմ սերմանել, վերցնում եմ ընդեղից, որտեղ չեմ դրել։ Բավուր դու գիտեիր, ու դու խոսում ես վախեցար, բավուր վախեցար, այն չի գործի չդրեցիր։ Ուզեցավ ասել, դու սուտ ես ասում, որ վախեցար։ Սուտ ես ասում, դու ստախոս ես, որ դու ասում ես վախեցար, եթե վախենայիր, քո բերանի համեմատ ես քեզ հիմա դատում եմ, եթե վախենայիր, բա պետք է տանեիր, գործ դնեիր իմ տվածը, բայց դու չես վախեցել, դու զմայվել ես Աստծո սիրով, ասել ես մեկատերը սիրող է, շնորհալով է, գալու է, մեկա իմ ապրածը ծածկի, իր տվածներ վերցնի, ասեցը մի կվերցնեմ քեզնից, կտամ ունեցողին, բա դու ինչ պատասխան ես տալու, որ իմ ունեցածը չես օգտագործել քո օգտի համար։ Ասես դու սուտ ես ասում, դու չես վախեցել։ Դու ուզեցել ես սերը իմ քեզի ծածկոց օգտագործես ու ապրել ես քո ուզածը, դրա համար չես օգուտ քաղել ես կյանքից դու, ես կյանքի մեջ, հոգևոր շնորհ չես առել։ Հիմա իմը քեզանից կվերցնեմ ու դու չունես մի բան, որ տրվի քեզի։ Բայց ես հավատում եմ, որ այս մարդը սկի Աստծո սիրությունը չէր հասկանում։ Մենք կարծացինք, չէ, Աստծո սերը ուր է տանում մարդուն։ Ապա որ դու լավ սիրում էիր Աստծուն, Աստծո սերը քեզ ուր է տանում։ Աստծո սերը քեզ տանում է անձդ ուրանալու, որ դու չապրես քո ցանկությունը այս երկրի վրա։ Բա դու մենք շատ անգամ խոսում ենք, մենք եթե ավետարանը կարդանք, այս հավասարակշռությունը կա Աստծո, Աստվածաշնչի Աստծո խոսքի մեջ այս հավասարակշռությունը կա։ Աստված երբ խոսում է Աստծո սիրո մասին, Աստված երբ խոսում է Աստծո խստության մասին, որ հավասարակշռի, որ մարդուն ճիշտ ուղղության վրա կանգնեցնի։ Բայց մարդիկ կամ սիրում են խոսան սիրուց, կամ սիրում են խոսան վախից, բայց ինչպես ես ծառան, որ սիրուց էր բան հասկացել, ոչ էլ վախից էր բան հասկացել։ Որտեղ և Աստծո սերն է տանում շնորհ ապրելու, և Աստծո վախն է տանում ապրելու շնորհ, և ոչ թե իր ցանկությունն ապրելու։ Որտեղ սրանք իրար հետ համատեղ գործում են սեր, Աստծո սեր և Աստծո վախ։ Էսի մարմնավոր բաների մասին չի, հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Աստծո սեր և Աստծո վախ։ Սա հավասարակշռում է մարդուն ճիշտ կանգնելու Աստծո ճանապարհի մեջ։ Դրա համար մենք ուշադրություն դարձնենք, թե ոնց ենք ընդունում այս շնորհքը մեր կյանքի մեջ։ Ընդունում ենք արդյոք թե չէ, թե մենակ խոսում ենք սրա մասին։ Հայտնության երկում Մուկուչ եղբայրը անցած պաշտամունքին, եթե հիշում եք կարդաց այդ գաղթից, այո, Աստծո սիրո մասին էր, որ Աստծո սերը, այո, շատ մեծ գործ է կատարում մեր կյանքի մեջ, և ես ուզում եմ շարունակեմ
այդ գլխի խոսքերից հայտնություն երկրորդ գլուխ, երկրորդ խոսքից 7-րդ խոսքերը պետք է կարդան։ Հիմնական ուշադրություն կդարձնենք 6-7 խոսքերի վրա։ Տեսեք, հայտնություն երկրորդ գլուխ, երկրորդ խոսքից։ Գիտեմ քո գործերը, եւ քո աշխատությունը ու քո համբերությունը եւ որ չարերուն չես կլնար տանիր։ Դողումա ու փորձեցիր զանոն, որ կսեն, թե իրենք առաքյալ են, ու չեն, և գտար, թե ստախոս են։ Համբերություն ունենալով նեղություն կրեցիր, իմ անունս, անվանս համար, ու չթուլացար, բայց քեզի դեմ բանը ունին, որ առաջվան սերը ձգեցիր։ Սրա մասին ու ջերպայրը անցած պաշտամություն խոսած է դեիշում է։ Եվ ուզում եմ շարունակեմ։ Միտքդ վերի բա, ուրկե որ ինկար ու ապաշխար է և քու առաջվան գործերը տրե, եթե ոչ շուտով պիտի գամ, քեզի ու քու աշտանակը իր տեղեն պիտի շարժեն, եթե չապաշխար ես։ Բայց ես ակտիրատեսեք ինչ ասում, բայց ասիկա ունես։ Մենք շատ անգամ կարդում ենք ես հատվածը անցնում ենք ուշադրություն չենք դարձնում։ Բայց ասում ասիկա ունես, որ Նիկողայոսյաններուն գործերը կատես, որոնք եսալ ինչ կանեմ կատեմ։ Այսինքն բաներ կա, որ եսի տերը խոսում է Հովանեսի հետ, չէ, եկեղեցիների հետ, իրոջ հոգին։ Ասում է կա բան, որ դու ատում ես, որը ես եմ ատում։ Այսինքն բաներ կա, որ աստերը ատում է, ատում է։ Նիկողայոսյաններուն գործերը կատես, որոնք ես ակատեմ, ան որ ականջ ունի, թող լսե թե հոգին ինչ կսե եկեղեցիներուն, ան որ կհավթե անոտ ուտել պիտի տամ, կենաց ծառեն, որ Աստծո դրախտի մեջ է։ Եվ ուզում են կարդամ նորից երկրորդ գլուխ 12-17 խոսքերը, 12-ից 17 խոսքերը։ Էսի գրում է ասեն Պերգամոնի եկեղեցուն ապարգամ տալի Աստծո հոգին, Պերգամոնի մեջ եղած եկեղեցիների շտակին գրել։ Այսպես կսե անիկա, որ սրած երկբերան սուրը ունի, գիտեմ քու գործերը, և թե ուր կբնակես, այսինքն սատանայի աթորին եղած տեղը, ու իմ անունս կպահես և իմ հավատքս չուրացար։ Պատկերացնում եք, սատանայի աթորի տեղը, բայց ասում եմ պարենս են խոսքերես։ Իմ հավատքս չես չուրացել։ Եվ իմ հավատքս չուրացար, այն օրերին անգամ և Անտիպաս իմ հավատարին վկա սպանվեցավ ձեր մեջ, ուր սատանան կբնակի։ Բայց քեզի դան, տեսեք ինչ մեծ հավատքից է խոսում Տերը Պերգամոնի եկեղեցու հետ։ Բայց տեսեք ինչ ասում, ուշադրություն դարձնենք։ Բայց քեզի դեմ քիչ մը բան ունեմ, որ հոտ, այսինքն այդտեղ, Բաղամի վարդապետությունը հետևողներ կան, որ Բաղամին սովորեցրեց Իսրայելի որդիների առջև գայթակղություն դնել, որպեսզի անոնք կուռքերի զոհվածներ ուտին ու պղծություն անեն, ստեղ մի քիչ կոպիտ է գրած, ես ասում եմ պղծություն։ Հիմա տեսեք, մենք հիշում ենք, որ Բաղակը, երբ որ Իսրայելի ժողովուրդը դուրս եկավ գնալու Քանանի երկիր, այնտեղ Բաղակի երկիրն էր, Քանանի ճանապարհին, որտեղ որ Բաղակը թագավոր էր, եւ Բաղակը երբ որ վախեցավ Իսրայելի ժողովրդից, որտեղ տեսել էր, որ մեծ պատերազմներով առաջ է գնում, ասեց այս ժողովրդին անեց կապիտ, մեկ անեց կացնել ժողովուրդ։ Եվ գիտեր, որ Բաղան կա մեծ մարգարեմարդ, Աստծո մարդ, եւ պատգամավորներ ուղարկեց Բաղամին կանչելու, որպեսզի Իսրայելի ժողովրդին անեցի, որպեսզի նրանք պատերազմի մեջ պարտվեն։ Բայց քանի որ Բաղամը Աստծո մարգարեմարդ էր, ինչ ասեց, հիշում եք Բաղամին։ Ասեց, ես չեմ կարող ավել կամ պակաս բան ասեմ, եթե Տերը չանեցի, ես չեմ կարող անեցել։ Եթե Տերը օրհնեց, ես օրհնելու եմ։
Եթե Տերը չանիցեց, ես չեմ անիցել։ Դե բաղակ ասես դա վարին տենան ինչ ա ըլնում։ Եվ երբ որ Բաղամը եկավ, այդպես մի քանի դեպք պատահեց, անեցքի Տերը օրհնեց Իսրայելի ժողովրդին։ Բայց քանի որ Բաղամին ստացված էր խոստացված, այսինքն լավ տուրք պետք է Բաղամին, Բաղակը։ Բաղամը գայթակղվել էր այս տուրքով, հնարք բաներ գցնեց, դրա մասին նաև նոր կտակարանի մեջ մի քանի տեղ գրված է։ Հնարք բանեցրեց, Բաղակին ինչ սովորացրեց, եւ ստեղից հիշեցնում է սրա մասին։ Բաղակին սովորացրեց, ասեց դու որ ուզում ես այս ժողովուրդը անիծվի, պետք է գայթակղություն մտնել ժողովրդի մեջ, գայթակղություն, անմաքրություն, բղծություն պետք է մտնել ժողովրդի մեջ, որ անեծք կա, որ դու կարողանաս հաղթես այս ժողովրդին։ Ես սովորեցրեց Բաղակին ինչ պետք է անի, որպեսզի այդ ժողովրդի վրա անեծ գա։ Եվ Բաղակը այդպես էլ արեց, ոնց որ Բաղամը սովորացրել էր։ Պիղծ կանանց ուղարկեց Իսրայելի ժողովրդի մեջ, բղծվեցին այդ կանանց հետ, կռապաշտություն սովորեցրեցին նրանց եւ անեծ գիտան այդ ժողովրդին լոբարտվեցին։ Ասում է դու ունես այսպիսի վարդապետներ, որոնք Բաղամի վարդապետությունը, եւ մենք գիտենք Բաղամն էլ սրով սպանվեց հետո։ Բաղամի, այսինքն իրանց շահի համար են գործում, թեկուզ անունները վարդարելա, Բաղամի վարդապետությունը եւ շարունակում եմ։ Ես այս ամեն ինչը պատմում եմ համառոտ, որ ժամանակը շատ չխլեմ ձեզանից։ Անց ասկեզատ դու Նիկո Ղայոսյաններուն, տեսեք ընդրել է գրած Նիկո Ղայոսյաններին։ Ասկեզատ ասում դու Նիկո Ղայոսյաններին վարդապետությանը հետևողներ ունես, որը ես կատել ուստի ապաշխարի եթե ոչ շուտով պիտի գամ քեզի ու բերնի սրով պիտի պատերազմեմ անոնց հետ։ Մի ուշադրություն դարձնենք։ Մենք գրված է ասում անոնք Աստված պաշտությունը շահավաճառություն շիրեցին։ Մենք ուշադրություն դարձնենք։ Մենք Քրիստոսի շնորհքը ընդունած մարդիկ ենք, թե չէ։ Մենք կարողանում ենք ապրենք նրա սերը մեր մեջ, այդ շնորհքը ընդունած նրա սիրո միջոցով։ Եթե մենք ապրում ենք այդ սերը, այդ շնորհքը մեր վրա առած, ուրեմն պետք է ասենք սրանք շնորհքով մարդիկ են։ Շնորհքով մարդիկ են։ Ինչպես եղբայրը ասեց, չասեն, ես էլ հավատացյալ։ Ես էլ հավատացյալ։ Ուշադրություն դարձրեք։ Աստծո սատանայի ամբողջ պատերազմը գիտեք ինչի համար է։ Չի ասում է մի կոչվի քրիստոնյա, մի կոչվի հավատացյալ։ Այդպես բան ոչ չի ասում սատանեն, ասում լավ էլ կոչվի, քրիստոնյա էլ կոչվի, հավատացյալ էլ կոչվի, բայց ներսը մի ընդունել շնորհքն ու սերը։ Դու ասում քրիստոնյա է, դու ասում հավատացյալ է, ասել են չի է հավատացյալը։ Կոչվի հավատացյալ, բայց հանգած նրա շնորհքը չընդունես։ Դանիել մարգարեն ասում է Եվ աստվածությունը պետք է գնա այնտեղ, որտեղ չի վայելում։ Սատանայի ամբողջ պատերազմը սրանում է, որ բղծությունը մտցնի այնտեղ, որտեղ չի վայելում բղծության։ Դրա համար մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Եթե ուշադրություն դարձնենք, եթե գիտենք այս Նիկո Ղայոսյանների պատմության մասին, սրա մասին գրել է Եփրեմ Աստորին ա գրել եւ Ռեմես Ալեքսանդրացին ա գրել։ Իրանց մասին, նրանց վարդապետության մասին, նրանց վարդապետությունը գիտեք որն էր, որ Տերը ատում էր։ Նիկո Ղայոսյանների վարդապետությունը այն էր, որ նրանք կոչվում էին հավատացյալ ժողովուրդ, բայց հավատքի կողքի բղծություն էին ապրում։ Եվ ասում էին, Աստծո շնորհքը մեծ է, ապրեք ոչինչ էլի մի քիչ մարմնավոր բաներ արեք, մեծ է նրա սերը մեծ է, գալույայի ողորմություն անի Աստված ողորմած է, որ չի թողնելու որ մենք կորսվենք, ամեն դրա պատկերով ու կերպարանքով ստեղծված ժողովուրդ ենք։ Բայց Տերն ասում է, ես ատում եմ այդ վարդապետությունը Նիկո Ղայոսյանների, որոնք Աստված պաշտության կողքին իրաց մարմինն են պաշտում, որոնց Աստվածը իրանց որովայն ներույթը ու փառք իրանց ամոթը Պողոս առաքյալն է գրում դրանց մասին։ Այսինքն իրանց ցանկությունը շինել են Աստված պաշտության կողքին։
Բայց Աստված բոլոր մարմնավոր ցանկությունները շնորհքի սիրո միջոցով տանում է հանդման կառուցելու Քրիստոսի ճշմարիտ եւ սուրբ եկեղեցի։ Աստված է շինությունն է ուզում անի մեր կյանքի մեջ։ Բայց Իսուս ուշադրություն են դարձնում ինչքան եկեղեցիներ կան։ Այն ինչեր է կատարվում, զարմանում ես։ Զարմանում ես, ես վերջինս ուշադրություն դարձնենք եկեղեցու ինչ է կատարվում։ Ինչ բացություն ասես մտցնել են դեր։ Դրա համար էլ անեցեք ավելի ժողովրդի գլխում։ Ժողովուրդ ջան, զգույշ լինենք, զգույշ լինենք։ Հենց կաթոլիկ եկեղեցուն նայեք ինչքան ինչ են ասում, համասիրամոլներ են մտցրել այդ բացության մեջ։ Զգույշ լինենք։ Աստված իր հասին սրբում է, որպեսզի պատվական կանգնես իր առաջ, որ հասը իր եկեղեցին է։ Հենց դուք ուշադրություն դարձրեք։ Ես մարմնավոր բան եմ ասում, աշխարհում տեղի ունեցած բան եմ ասում։ Հարսը երբ որ պատրաստվում է, որ գալիս է իր պսակվելու ժամանակը, հաստատելու ժամանակը։ Ես դե ճիշտ է, մենք տղամարդ ենք, այդ ապրումները չենք հասկանում, բայց ես սենց եմ հասկանում։ Ինչքան ապրումներ ունի հարսը պատրաստվելու իր մեսային դիմավորելու։ Ամեն ինչ շփում են չեք հարսի վրա, անում են սենյակը։ Մի 100 հոգով կայնում է շուրջը, եսի դնում, ենի դնում, կոշիները հապտնում, հանգարցում է տեղը ծուր չլինի, կանգնելու է մեսայի կողքին։ Բատերը որքան անհագստացած է պատմական կանգնեցնելու մեզ իր կողքին։ Սուր կանգնեցնելու իր կողքին։ Մենք գնահատում ենք նրա շնորհքը մեր կյանքի մեջ։ Թե չէ։ Ասեմ ոչինչ չէ, մի քիչ ծուր մրտիկները կորնի, մեկա դերսնո ժողովուրդ ջան, ուշադրություն դարձնեն։ Ես զարմանում եմ էլի, ես չգիտեմ մտածել, ես անգամ մարդիկ գիտեմ ինչ-որ դեր մասնակցում են աշխատանքների, բայց գնում են, ես զարմանում եմ։ Կազինոներում ժամանակ եմ մասնակցում։ Կազինոներում գնում են ժամանակ, ես զարմանում եմ։ Զարմանում։ Մարդ պաշտամունքի մասնակցի, հավատացյալ կոչվի, գնա պղծությունների մեջ ժամանակ անցկացնի։ Ժողովուրդ ջան, մենք պետք է առավել ևս այս վերջի օրերում զգուշություն անենք Տիրոջ խոսքի ուսուցչությամբ, որպեսզի երբ որ կանգնենք նրա առաջ, դե ուզում որ մենք, ինչպես եղբայրներն ասեցին, ուրախությունով դիմավորենք նրան, ուրախությունով դիմավորենք նրան, չափչենք։ Դերը փառավորվի, ողորմություն անի, շնորհ անի, մեզ էլ օգնի, որպեսզի իր շնորհքը ունենք մեր մեջ, որպեսզի կարողանանք ապրել իր կամքի համաձայն։